Պարոն Սինյանյան, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատավոր ժողովրդին, որպեսզի հավաքվեն, գնան վեհարան եւ պահանջեն, այսպես սիրով պահանջեն, որպեսզի վեհապարը հեռանա։ Դուք ճիշտ եք համարում այս մոտեցումը եւ այն գործողությունները, որոնք ծրագրվում են վեհապար Հայրապետին հեռացնելու հետ կապված։ Տեսեք, վարչապետը Հայաստանի Հանրապետության քվեարկող բնակչության քաղաքական կամքի արտահայտությունն է։ Ում դուրը գա, ում դուրը չգա դա։ Այսինքն մեր ժողովրդավարությունը 2018 թվականից 2 անգամ խոսել է արդեն եւ արդյունքում ընտրվել է կառավարություն, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Պարոն Փաշինյանը պարզապես օրակարգ է մտցրել մի խնդիր, որը ակնհայտորեն գոյություն ունի մեր ազգի համար եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության բնակչության համար։ Եվ այս խնդիրը պետք է հանգուցալուծվի եւ մենք տեսնում ենք դրա արտահայտությունները այսօր։ Այսինքն դուք ճիշտ եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի եկեղեցու գործերին այն դեպքում, երբ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Ես ճիշտ եմ համարում, որ պետությունը միջամտի բոլոր այն անձանց ու այն կառույցների գործերին, որոնք միջամտում են պետության գործերին։ Հետևաբար մանավանդ այնպիսի կառույցների, որոնք խոսում են մեր բոլորի անունից, ներկայանում են որպես մեր հոգևոր ներկայացուցիչները։ Անգամ խախտի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը։ Սահմանադրություն խախտելու ես 7-րդ եւ 18-րդ կետը թույլ չի տալիս, որ ձերը չեմ քննարկելու Սահմանադրությունը, չեմ քննարկելու Սահմանադրությունը։ Ես ձեզ արտահայտեցի, ես հասկանում եմ մայր օրենքն է։ Նույն այդ մայր օրենքի ես հիշում եմ, որ անցյալ տարի սառեցված Սրբազանը, երբ որ այն հարցնում էին, որ եթե դուք այլ երկրի քաղաքացի եք, ըստ Սահմանադրության եւ ըստ մայր օրենքի չեք կարող լինել վարչապետ, նա ասեց դե ոչինչ կընտրվեմ, հետո կփոխենք։ Ուզում եմ ասել, տեսեք, ես չգիտեմ հիմա այս բանը դուք ինչ եք ցիտում, բայց ընդհանուր խնդրեմը, որը մեր համար ազգային խնդիր է, պետք է հետևողականորեն տարվի հանգուցալուծման, ես դրան եմ հավատում։ Ազգային խնդիր, ինչ խնդիր կա։ Ինչու է հիմա Փաշինյանը հիշել այդ մասին։ Խնդրի մասին բազում գրառումներ են եղել, դուք կարող եք ծանոթանալ դրանց եւ կիմանաք թե խնդիրը ինչ է։ Եվ ասեմ ինչն է հետաքրքիր, որ շատերին թվում է թե սա այս խնդիրը միայն Հայաստանում է, որ այն հսկայական դժգոհությունը, որ գոյություն ունի, միայն Հայաստանում գոյություն ունի, բայց հավատացեք, ես անընդհատ գնում եմ Սփյուռք, անընդհատ ներկա եմ այնտեղ եւ այդ խնդրի հետ առնչվում եմ նաեւ Սփյուռքի համայնքներում։ Ամբողջ աշխարհում խնդիրներ կան եկեղեցիներում, որևէ երկրի ղեկավար տեսել եք հրապարակային նման բառապաշարով արտահայտվի բարձրաստիճան հոգեվորականի հանդեպ։ Ուրեմն, քանի որ որևէ երկրների հարցը բացեցիք, ես ձեզ ասեմ, որ բոլոր այսօրվա կայացած պետությունները անցել են մի գործընթացով, որի ընթացքում քաղաքական ղեկավարությունը մանավանդ ժողովրդավարականի դեպքում դա շատ ավելի արտահայտված է, քաղաքական ղեկավարությունը իր գերակայությունն է հաստատում պետությունում եւ չի կարող լինել որևէ այլ հեղինակություն պետությունում, քան ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ղեկավարությունը։ Բայց անջատ է պետությունից։ Եկեղեցին հիմա անջատ է պետությունից։ Փաշինյանը փորձում է հնազանդեցնել։ Եկեղեցին անջատ է պետությունից, բայց կարծես եկեղեցին տեղյակ չի դրա մասին, ոնց որ իրենց չեն տեղեկացել։ Եթե Արցախի հետ կապված հարց է լինում, ազգի հայրենիքի հետ կապված հարց է լինում, եկեղեցին պետք է լռի, ոչ մի բան չխոսի։ Չլսեցինք Արցախի մասին ինչ որ արտահայտություն, այսինքն Արցախի մասին է եկեղեցին խոսում, վերադարձի իրավունքի մասին, սա զայրացրել է Փաշինյանին։ Չկա տենց բան։ Դուք չեք Ժնևում, որտեղ է ունեն։ Դա կապ չունի, դա կապ չունի։ Արցախի մասին պետք էր խոսել 2020 թվականի, նախ պետք էր խոսել 2099 թվականից, պետք էր պայքարել, որպեսզի Արցախը անպաշտպան չմնա, պետք էր պայքարել, որպեսզի իրոք հոգևոր արժեքները հաղթանակային Հայաստանում եւ ոչ թե գողությունն ու թալանը, պետք էր պայքարել կոռուպցիայի դեմ, պետք էր երբ որ ժողովուրդը ընդվզել էր 18 թվականի ժողովրդի կողքին կանգնած լինեին, ահա թե ինչ պետք է արվեր, բայց այդ ամենը չի արվել։ Պատերազմից հետո երբ որ Արցախը հայաթափվում էր, սպասում էինք, որ մեկի ձայնն էինք փորձում լսել, չէինք լսում, բայց լիքը ձայն էինք լսում քաղաքական գործընթացների միջամտելու իմաստով։ Այդքանը։ Այս ամենը հասկանալի է, որ Փաշինյանը իրականացնում է, քանի որ եկեղեցին քննադատում է միշտ Փաշինյանին, չի համաձայնվում իր գործընթացների հետ, վերջերս նաև Շվեյցարիայում համաժողովի ժամանակ արցախցիների վերադարձի իրավունքի մասին է խոսել եւ մի քանի օր հետո արդեն հաջորդեց Փաշինյանի գրառումը։ Այսինքն Փաշինյանն ուզում է ունենալ հոգեվորականներ, որոնք հնազանդ են իրեն, իր քաղաքականությունը ողջունում են։ Դուք եկեղեցու հնազանդեցման փորձ է այս ամենը։ Սխալվում եք, ձեր գնահատականը սխալական է, որովհետեւ
Եթե դուք անընդհատ նշում եք պարոն Փաշինյանի անունը, մեր վարչապետի անունը, չէ, ես թողեք ես պատասխանեմ, դուք ասեցիք, ես հիմա ձեզ բացատրում փորձեմ ձեզ հարգալից ձևով բացատրել ինչու եք դուք սխալվում, որովհետև եթե սա լիներ զուտ մի անձի նախաձեռնություն, եթե նույն սա լիներ ինչ որ քաղաքական ուժի նախաձեռնություն, ապա դուք կտեսնեիք այնպիսի հանրային արձագանք, այնպիսի հանրային ռեակցիա, որից պարզ կդառնար սա մի անձի նախաձեռնություն է կամ մի ուժի նախաձեռնություն է, բայց դուք չեք տեսնում դա, որովհետև այն ինչի մասին որ սկսել է բարձրաձայնել վարչապետը, հանրության համար շուտվանից հայտնի եւ որպես երևույթ անընդունելի է։ Հետևաբար դուք տեսնում եք այն իրավիճակը, որը կա Հայաստանում։ Այսինքն չկա որևէ հակադարձ արձագանք, բայց ես կարծում եմ, որ լինելու է շատ մեծ աջակցության արձագանք, որը դուք կտեսնեք այս մոտակա օրերին։ Որովհետև ես իմ ժողովրդի հետ կտրված չեմ իմ ժողովրդից։ Ես հասկանում եմ, թե ինչ զգացումներ ունի իմ ժողովուրդը, ինչ հույզերով է ապրում։ Քննադատությունները, որ հնչում են, դուք դա չեք տեսել։ Բայց հիմա դուք Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին քանդել այս կերպ։ Տեսնում եմ ով է գրում ու մեղմ ասած իրենց արգումենտներին չի օգնում դա։ Դե ասերական գործ է։ Դե չէ հանրություն։ Բառապաշարը, որով Փաշինյանը խոսեց Սրբազանի մասին, սա ընդունելի է ձեզ համար։ Լեքսիկոն չի օգտագործի, բայց ես պարոն Փաշինյանը չեմ, հասկանում եք, պարոն Փաշինյանն է ընտրել դա իր լեքսիկոնն է, հիմա ինչ է։ Հիմա դուք կարծում եք, որ պետք է հանձնախումբ ձևավորվի, ինչպես Փաշինյանն է ասել, 10 հոգուն ինքն է ընտրելու եւ մնացածը արդեն պետք է ինքնակազմավորվեն, այդ հանձնախմբով գնան վեհարան եւ պահանջեն վեհապառը հեռանա։ Իհարկե վարչապետի գրառումը ես ծանոթ չեմ այդ process-ին այդ որոշումները ոնց են կայացվել կամ ինչպես են որոշումները կայացվել ու չեմ ուզում խորանալ այդ մանրուքների մեջ, որտեղ մի տեսակ իմ բանը չի, ես վիշպանում։ Հնարավոր է մասնակցեք, որովհետև ըստ էության նաև թիմի աջակցության կարիք ունի Փաշինյանը։ Կրիտերիա կա, թե ով կարող է դրան մասնակցել, որին ես չեմ համապատասխանում։ Դե կրիտերիաներից մեկը նա էր, որ ամեն օր պետք է աղոթք անի գոնե, հիմա ես ամեն օր աղոթք չեմ անում։ Եղել է ժամանակ տասնամյակներ, որոնք ես ամեն օր աղոթել եմ։ Վերջին տասնամյակում չեմ անում։ Երևի իմ մեջ էլ այդ իմ կարծիքով այդտեղ ես ինքս էլ որ ոնց որ հայկական հասարակության մի մեծ մասը, նաև մեր որոշ հոգևորականների շատ վատ դրսևորումների պատճառով ես ինքս էլ եմ ակամա հեռացել եմ այն շատ կապված վիճակից մեր Հայաստանից առաքելական եկեղեցի, որը ունեցել եմ անցյալում շատ երիտասարդ տարիքում։ Սինյաներ, այս կերպ դուք թիրախի տակ չեք դնում ամբողջ աշխարհի արչև եկեղեցին, որ մի երկրի ղեկավարն է, հրապարակային դուք նկատի ունեմ թիմը, որը պատասխանատու է այս գործընթացում։ Չեմ կարծում, իմ կարծիքով բոլոր հայերը ուզում են, որպեսզի մենք ունենանք հզոր հոգևոր կառույց, որը իրավամբ կարող է խոսել մեր անունից, եւ բոլորը ուզում են, որպեսզի Հայաստանից առաքելական եկեղեցին անցնի առողջացման մի գործընթացի մեջ։ Ինչպես են վեհապառ ընտրելու։ Արդեն բայց չէ որ դա այնպեսի կանոն ես եկեղեցական ուղիղ տեղի ունենում չեմ եղել, թեմական խորհրդի անդամ չեմ եղել, նույնիսկ ծխական խորհրդի անդամ երբևէ չեմ եղել։ Դա է ուզում փոխել Փաշինյանը, որ անդամները լինեն իշխանությունից, իրենց սրտի վեհապառ ընտրեն, որը չի քննադատի իշխանությանը։ Չեմ կարծում։ Ես համայնքներ, որ գնում է Փաշինյանը, ողջունում են նրան, շատ հոգևորականներ, միգուցե իրենցից է ուզում, որ իրենք դառնան վեհապառ, որպեսզի ողջունեն իր գործունեությունը։ Հարցեր խառնում եք իրար, տեսեք մեր եկեղեցում փառք Տիրոջ կան բազում բարեպաշտ, աստվածապաշտ, նորմալ հայրենասեր մարդիկ, որոնք շարունակում են ծառայել հայ ժողովրդին, շարունակում են ծառայել հայ քրիստոնյաներին եւ ընդհանրապես մարդկային բոլոր արժեքները կրող անձանց։ Հետևաբար դուք այդ մարդկանց նոր մի տեսակ այդ մարդկանց վիրավորեցիք, որովհետեւ ինչա որ այդ մարդը մարդկային դեմքով Հայաստանի ժողովրդի կողմից 2 անգամ ընտրված վարչապետին ընդունում է եկեղեցում, դուք այդ մարդուն ասիք որակավորեցիք որպես ինչ որ հնազանդ, ինչ որ կառավարությանը հաճո, ինչի համար, այդ մարդը նորմալ մարդ է, մարդը նորմալ եկեղեցու սպասավոր է։ Հոգևորականը, որ քննադատում է իշխանությանը, նշանակում է նա այսպես խախտել է ուխտը եւ պետք է հեռացնել։ Երկու տարբեր բաների մասին, հայ մարդուն ընդունել եկեղեցում եւ համապատասխան ձևով նաեւ հաշվի առնելով վարչապետի կարգավիճակը ընդունելը, դուք խառնում եք պրո կառավարական լինելու հետ եւ դրան հակադրում եք հակա
ժողովրդի կողմից ընտրված կառավարական լինելը։ Դրանք տարբեր բաներ են, դուք չեք կարող երկու հարթությունների վրա գտնվող բաները իրար համեմատել։ Փաշինյանը ցանկանում է իր սրտի վեհապար ունենալ, ովքեր իրեն աջակցում են, ողջունում են։ Համաձայն չեմ, ես չեմ կարծում, դուք սխալ եք հասկացել այս ամբողջ գործընթացը։ Պարզապես եթե մի քիչ ավելի խորանաք, մի քիչ ավելի լավ հասկանաք, թե ինչ է տեղի ունենում հայ ժողովրդի հոգևոր աշխարհում, իմ կարծիքով այլ կարծիք կունենաք։ Ինչպես է ընտրելու այդ բարեվարք հոգևորականներին։ Տեսեք, նորից տեղեկություններ կարող է Փաշինյանը ունենալ, ասում է, ես տեղեկություններ ունեմ, ինչպես նա կարող է տեղեկություններ։ Ես ներգրաված չեմ այս գործընթացների մեջ, ի տարբերություն վարչապետի, ես նաև ավետարանը այնքան ծանոթ չեմ, ինչպես ինքը, ես ծանոթ չեմ նաև մեր կրոնական պրոցեսներին, այսինքն եկեղեցի։ Եք նաև մասնակցելուց այդ գործընթացը։ Գիտեք, ես մի քիչ ուրիշ աշխարհում եմ, ես պրակտիկ այսպես աշխարհիկ դաշտում եմ եղել երկար ժամանակ արդեն, հետո չեմ խորացել տենց բաների մեջ եւ նույնիսկ այն ժամանակ որ շատ հավատացել, շատ, ասենք այդ կյանքիս այդ մի քանի տասնամյակ փուլում իմ կապը բավական ուղղակի է եղել իմ տիրոջ հետ, այնպես որ ես ինքս եմ գնացել եկեղեցի այն ժամանակ, երբ որ ես եմ ուզել, որպեսզի հանգիստ լինեմ, որպեսզի մտովի կարողանամ կապնվել իմ Աստծո հետ։ Հետևաբար ես դոգմաներից շատ չեմ կարճում։ Եվ անկեղծորեն ձեզ ասացի, որ ես լավ ծանոթ չեմ այդ process-ին, հետո որ ինձ հարցեր եք տալիս, որին պատասխանելուն ես կոմպետենտ չեմ պարզապես։